Բարև ձեզ, այժմի նորություններ է ներկայացնում հորիզոն լրատվականը 30 հունվարի օրն ուրբաթ։ Եվրամիության խորհուրդն ընդունել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու որոշում։ Խորհրդի հայտարարության համաձայն աջակցության նպատակը Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունների ուժեղացումն է, կենտրոնանալով ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա։ Այն նաև կբարձրացնի Հայաստանի դիմակայունությունը եւ կարողացնի զինված ուժերի փոխգործակցությունը ապագայում միջազգային, այդ թվում Եվրամիության կողմից իրականացվող առաքելությունների հնարավոր մասնակցության դեպքում, ասվում է հայտարարությունում։ Ընդգծվել է, որ Եվրամիությունը հանձնառու է ամրապնդել Հայաստանի հետ համապարփակ եւ քաղաքական տնտեսական գործընկերությունը, հիմնվելով գործընկերության նոր ռազմավարական օրակարգի վրա։ Այս միջոցառմամբ Եվրամիությունը ցույց է տալիս իր հանձնառությունը շարունակելու աջակցել Հայաստանի դիմակայունությանը, որը նպաստում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանը եւ անվտանգությանը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Վարչապետ Փաշինյանը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել խոսելով 3 հրապարակված վիճակագրական տվյալների մասին։ Վարչապետի ներկայացրած թվերն արտացոլում են 65 եւ բարձր տարիքի անձանց առողջության ապահովագրության համակարգից օգտվելու մասին վիճակագրությունը։ 65+ տարիքի 57 թոշակառու առողջության ապահովագրության համակարգի միջոցով օգտվել է 4 միլիոն դրամ եւ ավել արժեցող առողջապահական ծառայություններից։ Դրանք կարող են տարբեր ծառայություններ լինել, վիրահատություն եւ այլն եւ այլն։ 158 թոշակառու 65+ տարիքի օգտվել է 2 միլիոնից 4 միլիոն դրամ առողջապահական ծառայություններից։ 802 65+ թոշակառու օգտվել է 1 միլիոնից 2 միլիոն դրամ արժեցող առողջապահական ծառայությունից առողջության ապահովագրության համակարգի միջոցով, որի համար թոշակառուն ոչինչ չի վճարում։ Վճարումները կատարվում են պետական բյուջեից։ 500,000 դրամից մինչև 1 միլիոն դրամ առողջապահական ծառայություններ է ստացել 1208 65+ տարիքի թոշակառու։ 6558 թոշակառու ստացել է 100,000 դրամից մինչև 500,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ 2481 թոշակառու ստացել է 50,000-ից 100,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ Եվ 38809 թոշակառու ստացել է մինչև 50,000 դրամ արժեցող առողջապահական ծառայություն։ Ընդհանուր առմամբ 3 երեկոյան դրությամբ 2026 թվականի հունվարի 29-ի դրությամբ առողջության ապահովագրության համակարգից օգտվել է 50,073 65+ տարիքի թոշակառու եւ ստացել է 4 միլիարդ 924 միլիոն 110,310 դրամի առողջապահական ծառայություն։ Ուզում եմ հատուկ մեկնաբանել մինչև 50,000 դրամ ծառայություն ստացող շահառուների դեպքը, որովհետև խոսքը հիմնականում վերաբերվում է այս պարագայում ոչ պարտադիր, բայց մի մեծ մասը վերաբերվում է դեղերի ձեռքբերմանը։ Ուրեմն նախկինում մենք էլի պետական բյուջեի միջոցներով դեղեր էինք ձեռք բերում եւ սոցիալական որոշակի խմբերի հատկացնում էինք, իսկ բազմաթիվ թոշակառուներ իրենց միջոցներից ձեռք էին բերում տարբեր ցուցված եւ նշանակված դեղամիջոցներ։ Հիմա այս ծրագրի շրջանակներում մենք որոշակի փոխհատուցում ենք հատկացնում, ոչ թե դեղ ենք տալիս, այլ փող ենք տալիս մարդկանց դեղ ձեռք բերելու համար։ Ինչու՞, որովհետև նախկին փորձը ցույց էր տալիս, որ երբ որ պետական բյուջեի միջոցներով մարդկանց դեղ ենք հատկացնում, շատ դեպքերում դեղանյութը նույնն է, բայց այդ դեղի բրենդը մարդիկ ասում են, այդ դեղը չի ազդում ինձ վրա կամ բավարար արդյունավետ չի, ինձ այլ դեղ է պետք եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ բացի դա, սա վերաբերում է նրանց, ովքեր որոշակի սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են, բայց այլ թոշակառուներ 65+ տարիքի բնականաբար ձեռք էին բերում, գնում էին սեփական միջոցներով, դեղամիջոցներ։ Եվ ահա շուրջ 38,809 65+ տարիքի թոշակառուներից, ովքեր ստացել են մինչև 50,000 դրամի ծառայություն, մեծ մասը դեղերի
գնման կամ մի զգալի մասը դեղերի գնման փոխհատուցումներն են։ Այսօր խորհրդարանում առողջապահության նախարարի մասնակցությամբ քննարկում է կազմակերպվել առողջության համընդհանուր ապահովագրության թեմայով։ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ համակարգի շահառու է 1.571.181 քաղաքացի։ Նրանց ընդամենը 18.3%-ն է վճարում ապահովագրավճար, մյուսները գտնվում են պետական հոգացության ներքո։ Նախարարը պատասխանել է նաև հարցերին։ Ունենք կարգավիճակ, Արմեդում հավելվածը արդեն ակտիվացված է։ Մարդը ունի գանգատներ, որոշակի գանգատներ, վատ առողջ է։ Ուրեմն այս պարագայում պիտի տարբերակենք երկու դեպք։ Եթե դա անհետաձգելի բուժօգնություն է, այսինքն ունենք իսկապես շտապ օգնության կարիք, այստեղ դիմում ենք առաջինը շտապ օգնության կամ հիվանդանոց եւ այստեղ ուրեմն ձեր ապահովագրական փաթեթի մեջ ներառված ծառայությունները այս օղակի արդեն գործարկվում են։ Եթե մարդը շտապ օգնության կամ հրատապ անհետաձգելի բուժօգնության կարիք չունի, ապա նա գնում է արդեն պլանային իր պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի, թերապևտի կամ մանկաբույժի մոտ։ Եվ արդեն այս անձինք են, որ ուղղորդում են անձին բուժօգնության ճիշտ տրամադրման ձևաչափով։ Սա է ուղին բուժօգնության ստանալու։ Շատ կարևոր է նաև, որ Արմեդ հավելվածում դուք տեսնում եք ինչ ծառայություններ են մտնում փաթեթում եւ դա կարող եք շատ պարզ ձևով փնտրելու մեխանիզմով գտնել։ Տեսնում եք այդ ծառայությունը, որ բժշկական կենտրոնների կողմից է տրամադրվում, տեսնում եք նրանց հասցեները եւ ինքնուրույն կարող եք ընտրել ուր եք ուզում դիմել։ Արմեդի միջոցով դուք տեսնում եք ձեր ընտանեկան բժշկին կամ թերապևտին, կարող եք հենց հավելվածում փոխել ձեր կցագրման պոլիկլինիկան կամ ընտանեկան բժշկին, կարող եք ուրեմն տեսնել այցի պարագայում ինչ այց եք ունեցել, պետությունը ինչքան է վճարել դրա համար եւ ամբողջական ինֆորմացիան արդեն կունենաք ձեզ մոտ ձեր հեռախոսի մեջ։ Քաղաքացին քրոնիկ հիվանդ է, օրինակ 10 տարի առաջ վիրահատվել է X բուժհաստատությունում եւ արդեն 10 տարի տվյալ բուժհաստատության բժիշկն է վարում քաղաքացու հիվանդության ընթացքը։ Նա այժմ առողջության ապահովագրության շահառու է։ Ցանկանում եմ ճշտել, հերթական ստուգման համար կարող է գնալ իր բժշկի մոտ եւ հետազոտության ծախսերը փակել ապահովագրությամբ, թե պարտադիր պետք է գնա պոլիկլինիկա։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ պոլիկլինիկայի դեպքում կուղղորդեն տեղի բժշկի մոտ, սակայն արդյոք հնարավորություն կա, որ քաղաքացին շարունակի այցելել իր այն բժշկին, որն արդեն 10 տարի վարում է իր հիվանդության ընթացքը։ Տեսեք, ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, հետո գնալ նեղ մասնագետի մոտ։ Այստեղ էլ ուզում եմ, այստեղ էլ շատ մարդիկ էս շփոթել էին, որ ամեն անգամ մարդը ունի քրոնիկ վիճակ, արդյոք պիտի գնա ընտանեկան բժշկի մոտ, թերապևտի մոտ, հետո նոր գնա սրտաբանի մոտ։ Եթե ախտորոշումը դրված է եւ նա ունի այդ քրոնիկ վիճակը, նրա դիսպանսեր հսկողությունը վարումը նեղ մասնագետի կողմից իրականացնում է ուղիղ նեղ մասնագետը, բայց ախտորոշման համար այո, առաջին անձը, որ պիտի նա դիմի, դա իր ընտանեկան բժիշկը կամ թերապևտն է։ Այստեղ իհարկե կախված է, որ նրա այս քաղաքացու բժիշկը պիտի աշխատի այն բժշկական կենտրոնում, որը ունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ եւ դատելով մեր ընդհանուր վիճակագրությունից հիմնական այսպես Հայաստանի Հանրապետության հիմնական բժշկական կենտրոնների 90%-ը համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող կազմակերպություններ։ Այո, եւ մենք կփոխհատուցենք, այստեղ էլ մենք ունենք սահմանաչափեր։ Ամեն նեղ մասնագետի տարեկան 2 խորհրդատվություն է փոխհատուցում ապահովագրական հիմնադրամը։ Տիկին Ավանեսյան, այս հարցերի մի մասին դուք բազմիցս պատասխանել եք, բայց կարծում եմ առիթը պետք է օգտագործել, պետք է շատ խոսալ։ Միանշանակ, իհարկե։ Տեղեկանան։ Մարիամ Դալաքյանը հարցնում է. իսկ տարվա մեջ քանի անգամ կարող է օգտվել բուժառուն ապահովագրությունից։ Ուրեմն ընդհանուր ապահովագրական փաթեթի տարվա առավել շեմ չկա,
այսինքն մեկ անձի վրա տարվա մեջ ինչքան գումար պետք է ծախսվի, այդպիսի առավել շեմ չկա, ընդհանուր քանակային ապահովագրության շրջանակներում ծառայություններ ստանալու էլի շեմ չկա, բայց կա ամեն կոնկրետ ծառայության համար, այո, կան դեպքերի սահմանափակումներ, օրինակ բերեմ, արտահիվանդանոցային կարգով MRT հետազոտության տարվա 2 դեպք ենք փոխհատուցում։ Դրանից ավելը արդեն ապահովագրական փաթեթից դուրս է։ Ինչպես ասեցի, նեղ մասնագետի 2 խորհրդատվություն։ Այո, ամեն ծառայության որոշակի շեմեր կան եւ ունենք առավել փոխհատուցման գներ։ Եվ դրանից ավել չենք փոխհատուցում արդեն կոնկրետ ծառայության արժեքը։ Հանրապետությունում սոցիալական վճարումները արագ տեմպերով անցնում են անկանխիկ համակարգի։ Հունվարի դրությամբ շուրջ 660,000 թոշակառուներից ու նպաստառուներից այժմ մոտ 48,000-ն է վճարվում կանխիկ։ Ապրիլի 1-ից արդեն նրանց համար ևս լինելու է բացառապես անկանխիկ։ Այս եղանակով կտրամադրվի նաև ԽՍՀՄ խնայբանկերում ներդրված ավանների փոխհատուցումը, որն այս տարվա համար մեկնարկել է եւ հերթն ասել է 1944 թվականին ծնված ավանդատուներին։ Անկանխիկը ամենաճիշտն է։ Որ պետք է ապրիլի 1-ից եղնի, ուրեմն Որ փողը կորցնես, այն մանդրից բռնած ամեն ինչն է հաշվի, ինչ է, հետ վճարն կա, ինչ վատ բան է։ Ինչքան մոտենում է անկանխիկ վճարումների անցման ժամկետը, այդքան թոշակառուները հարմարվում են պարտադիր պայմանին։ Տարեսկզբից ուժի մեջ մտած անկանխիկ առևտրից ստացվող 20% հետվճար ներդրումը թեև ոչ դրական արձագանքներ ունեցավ, այնուամենայնիվ մինչև 10,000 դրամով թոշակին գումար ավելանալը տարեցների շատերը օգուտ են համարում։ Թոշակն ու նպաստը բացառապես անկանխիկ ստանալու որոշումը քարտային վճարումների համակարգը ակտիվացնելու միտում ունի։ այդքան կոպեկ էլի թոշակառումներ հաշիվ էլի կարելի ամիսնայից 5,000 10,000 պես Կարդեմ թոշակ 50,000, ես տարով գնեմ որ 10,000 վրագա։ Այո։ Ուրիշ ինչ պետք է նեսել։ Կօգտվեք էլ այդ հետվճար։ Այո, կօգտվի։ Լավ է ու մավս կադե։ Մեկսե ապարատը չկա, մեկսե չի աշխատի, լավ է։ Ամեն խելքից չի հասնի։ Այնու շարը փորձնքի մեջ։ Ես կնամ ես ապրանք կուզեմ առնեմ, որ դիք խանութի չեմ ուզարնի ուրիշ տեղից։ Ես որ քարտով ես տամ սաղ ընդեղ խարջեմ։ Պետ մնացած ուզեցածս ապրանքներն ես ուրդից պետք է առնեմ։ Ունիմ ճապ, պարկասու, քանի մատ կարտ ունիմ։ Հարցրիք չէ, պարզապես փող էլիքս են կանխիկ պետք ու կա։ Ծախսես կելի։ Նոր կարգավորումներով բացառվելու են հայփոստի բաժանմունքներում կենսաթոշակների եւ նպաստների բաժանումը կամ փոստատարներով տուն տանելը։ Դեռ անկանխիկին չմիացած քաղաքացիները մինչև հիմա չեն օգտվել հետվճարի համակարգից։ Քարտային վճարումների ընդլայնումը նաև բյուջետային միջոցների խնայողության է բերելու։ Կենսաթոշակառուների համար առավելությունը այն է, որ հետվճար են ստանում։ Իսկ պետության համար առավելությունն է, որ առևտուրը կատարվելով անկանխիկ եղանակով չի կարող ըստ վերային առևտուր լինել, բնականաբար բյուջեի մուտքերի ավելացում, այսինքն ֆիսկալ նպատակել է հետապնդում այդ չի կարող, ընդհանրենք, եթե կանխիկ առևտուր անելուց հնարավոր է ՀԴՄ կտրող չտպել, մանավանդ որ տարեց է մեզ ասած է չի պահանջելու, անկանխիկի դեպքում այդ հնարավորությունը ինքը չունենա։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի տվյալներով ներկայում 1440 քաղաքացի պետական վճարները ստանում է արձեռն փոստային եղանակով։ Նրանք հիմնականում ֆունկցիոնալ լուրջ խնդիրներ, հաշմանդամության կարգ ունեցող անձինք են։ 75 եւ բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև հաշմանդամության առաջին եւ երկրորդ խմբերի անձինք հնարավորություն ունեին օգտվել արձեռն վճարումներից, բայց ապրիլի 1-ից արդեն նրանց համար եւս անկանխիկ վճարումը կդառնա պարտադիր։ Ստեղ արդեն հարց առաջացավ, դե այդ դեպքում ինչպես պետք է այդ քաղաքացիները կան այստեղ դիմում գրեն, գնան այնտեղ բանկում քարտ պատվիրեն եւ այլն, այդ խնդիրներն էլ կառավարությունը լուծել է, մեր բարագայում դիմելու բարագայում մենք ինքներս ենք այցելում բնակարաններ, անհրաժեշտության դեպքում սոցիալական աշխատողների միջոցով այդ դիմումը մենք այստեղ վերցնում ենք, վճարման եղանակի փոփոխությունը կազմակերպում ենք, իսկ բանկերը իրանց հանձնարարականը իջեցվելու կամ արդեն իջեցվել է, ես չգիտեմ, իրենք են կազմակերպելու քարտերի տրամադրման գործընթացը։
Պարզեցված ընթացակարգով նաև կարիք չկա այցելել տարածքային կենտրոններ։ Բավական է մուտք գործել միասնական սոցիալական ծառայության կայքեջ, գրանցվել համակարգում, ապա անհատական օգտահաշվի միջոցով ընտրել համապատասխան բաժինը եւ լրացնել բանկի ընտրության ենթաբաժինը։ Այստեղ գրանցվում է, մենակ մի հատ գրանցվում է post գախնաբար, մուտ ես եմ, մուտ հեշտ է, գրանցվելուց հետո մնում է, որ մենակ իր պասպորտի սերիան համար է, ներկայացնել է, իր նույնականացնել ու դիմում է ներկայացնել։ Նույն կայքեջով հնարավոր է նաև լրացնել ավանների փոխհատուցման դիմումները։ Ավանների փոխհատուցումները նոր կարգավորումներով կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Խորհրդային միության ԽՆԱ բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանների դիմաց փոխհատուցման գործընթացը սկսվել է։ Ավանդադրած գումարները ստանալու հերթն ասել է մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց։ 44 էլ 5 տարի էլ սպասեմ։ Մտածում եք, որ ձերն էլ է հետ գալու, այսինքն սպասում եք ամեն դեպքում։ Դե քանի որ արագություն կա, մտածում եմ որ իմ մոտ ցիկլնի դա էլի։ Բոլոր երեխաների անունով կար, կանոց անունով իմանոց կա։ Բայց երեխաները փոքր են, դժվար է հասնել այդ տարիքին, որ փոխհատուցվին, առաջնումից են տալիս, կանոց գալով տարի բտան, edel են հաշվում, նրա տարին է լարանա ինչ-որ։ Դա չի 45 ծնված է։ Հա դե չեմ էլ ստանա 80 տարեկան եմ, այդքան դաբրեմ որ դե ստանամ։ Բավական է, որ ավանդատուն թիմի միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը, խնայողական գրքույկը, եթե պահպանվել է, ինչպես նաև ՎՏԲ Հայաստան բանկից ստացած տեղեկանք 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ ավանդատուի բանկային հաշվի տվյալների վերաբերյալ։ ՎՏԲ-ում տեղեկանք ստանալը պարտադիր է, որովհետև դրա նպատակն է, որ մարդիկ կան ավանդի գրքուկներ են կորցրել, չկա ավանդի գրքուկը, բայց տեղեկանքը կա։ Մարդիկ կան, որ ավանդի գրքուկի մեջ գրառումները հստակ չեն, ժամանակվա իմ փաստաթղթեր են, այդ տեղեկանքը հենց նրա համար որ ֆիքսվի թե ինքը ավանդները ինչ կան է։ Միասնական սոցիալական ծառայության կայքեջում գործող հաշվիչի միջոցով ավանդատուն կարող է նաև ողջել, թե ռուսական ռուբլիով ներդրված իր ավանդի դիմաց դրամին համարժեք ինչ չափի գումար կարող է ստանալ։ Ավանդների փոխհատուցումը ստանալու համար վերջնաժամկետ չկա սահմանված։ Քաղաքացին ցանկացած պահի համապատասխան փաստաթղթերով կարող է դիմել եւ ստանալ։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Սոցիալական ոլորտի այս փոփոխություններից, նպաստի նշանակման նոր կարգավորումներից կխոսենք այսօր քիչած տեսանկյան տաղավարում, տեսանկյան հյուրն է լինելու միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետը Մկրտիչ Շահվալատյանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյուն Բայրամովը Իրանի արտաքին գործերի նախարար Արախչիի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հղում անելով արտաքին գործերի նախարարությանը գրել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը մտահոգիչ է, ընդգծել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան երկխոսության ու դիվանագիտության միջոցով։ Ամերիկայի նախագահ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է խոսել Իրանի հետ, ինչպես հաղորդում է Reuters-ը լրագրողների զրույցում, Թրամփը չի մանրամասնել որևէ երկխոսության բնույթի կամ ժամկետի մասին, ինչպես նաև չի ասել, թե Վաշինգտոնից ով կղեկավարի բանակցությունները։ Թեհրանի հետ հնարավոր քննարկումների մասին հարցինի պատասխան Թրամփը ասել է. Ես դա պլանավորում եմ, այո, մենք այժմ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան եւ հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք։ Հարցի շուրջ ասել է նախագահը, ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Թրամփը վերանայում է Իրանի դեմ գործողությունների տարբերակները, սակայն դեռ չի որոշել հարվածել Իրանին թե ոչ։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ Նրա խոսքերով բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր սեփական քաղաքացիներին, գնում է դեպի իր սեփական փլուզումը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ այս որոշումից հետո հայտարարել է, որ սա վաղուց պետք է արվեր։ Եվրամիությունը նաև վիզային արգելքներ է սահմանել Իրանի 21 պետական պաշտոնյանի նկատմամբ եւ սառեցրել նրանց ակտիվները։ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի վրա։
Թրամփը ասել է, թե ինքն է խնդրել նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել եւ այլ քաղաքների վրա։ Նա համաձայնել է դա անել։ Միացյալ Նահանգների նախագահը նաեւ նշել է, թե շատերն ասում էին զանգերն անիմաստ է եւ դու չես ստանալու դա, բայց նա արեց։ Սա տեղի ունենում Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա համատեղ բանակցությունների ֆոնին, որոնք կողմերը կառուցողական ու դրական են համարել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին կտրականապես հերքում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպելու հնարավորությունը, փոխարենը նա հրապարակայնորեն հրավիրել է Պուտինին Կիև։ Ես հրապարակայնորեն հրավիրում եմ նրան, եթե իհարկե նա համարձակվի, լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։ Կրկին նշել, որ Ուկրաինան լուրջ է վերաբերում պատերազմը ավարտելու անհրաժեշտությանը, հետևաբար երկրի ղեկավարների մակարդակով հանդիպման ցանկացած իրական ձևաչափ հարմար է, սակայն թե Մոսկվայում, թե Բելարուսում դա պարզապես անհնար է, բացարձակապես պարզ թե ինչու դրանք պետություններ են, որոնցից մեկը ագրեսոր է, որը սկսել եւ շարունակում է պատերազմ մեր դեմ սպանելով մեզ, իսկ մյուս երկիրը այս գործողություններում նրա գործընկերն է, հայտարարել է Զելենսկին։ Լուրերում այսքանը, քիչ անց տեսանկյունն է, տեսանկյան հյուրն է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնի ծրագրերի բաժնի ղեկավար Մկրտիչ Շավալաթյանը։